Ողջույն հարգելի հետևորդներ, ահա եւ խոստացված երկրորդ մասը, սակայն միջ այդ ես հիշեցնեմ, որ այս երկու հաղորդումներն էլ իրենց մեջ պարունակում են տեղեկատվություն, թե ինչ է աստղաբանությունը եւ այն հետաքրքիր կլինի այն մարդկանց, ովքեր իսկապես ուզում են հասկանալ աստղաբանությունը գիտություն է, թե կախարդություն։ Եվ քանի որ ես խոստացել եմ խոսել միայն փաստերի հիման վրա, եկեք սկսենք մի փոքր պատմական ճանապարհորդությունից։ Աստղաբանություն բառը հունարենից թարգմանաբար նշանակում է աստղային միտք կամ խոսք։ Ինչպես հասկացաք, աստղը գուշակության հետ կապ չունի։ Աստղաբանությունը ստեղծվել է մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում Բաբելոնում։ Բաբելոնացիներն առաջին էին, որ սկսեցին գրանցել մոլորակների շարժումը, կանխատեսել խավարումները։ Նրանք երկինքը բաժանեցին 12 հավասար մասերի, որից էլ ստեղծվեցին 12 նշանները եւ 12 տները։ 12 նշաններն են խոյ, ցուլ, երկվորյակ, խեցգետին, առույց, կույս, կշեռք, կարիճ, աղեղնավոր, այծեղջուր, ջրհոս եւ ձուկ։ Սակայն կարևոր է հիշել, որ դրանք առհասարակ կապ չունեն կենդանիների հետ, դրանք երկրային տարածության հատվածներ են եւ խոսում են էներգետիկ դաշտերի մասին։ Այսօր աստղաբանությունը բաժանված է բազմաթիվ ճյուղերի, որոնցից կարելի առանձնացնել հոգեբանական, բժշկական, սիրային, համատեղելիություն, մասնագիտական ու բիզնեսի, ֆինանսական, մանկական, կարմիկ, անցյալ կյանքի, հարար, հարցային։ Ինչպես է աշխատում աստղաբանը։ Աստղաբանը աշխատում է հետևյալ կերպ. Առաջինը անձնական քարտեզ, որոշում է մարդու ծննդյան տարով, ամսով, օրով, ժամով եւ վայրով։ Սինաստրիա, համատեղելիություն, մարդ plus աշխատանք, էկլեկտիվ, օգնում է ընտրել ճիշտ ժամանակը որևէ գործ սկսելու համար։ Հարար, օրհասական։ Հայկական լեռնաշխարհում աստղաբանությունը հայտնի է անհիշելի ժամանակներից։ Օրինակ, Քարահունջի զորաց քարերը համարվում է աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը։ Մեր մեծ գիտնական Անանիա Շիրակացին մեծ ուշադրություն է դարձրել մոլորակների դիրքին։ Եկեք վերհիշենք մոլորակների հայկական գեղեցիկ անվանումները. Արեգակ, Արև, Լուսին, Լուսին, Փայլածու, Մերկուրի, Արուսյակ, Լուսաստղ, Վեներա, Հրատ, Մարս, Լուսնթակ, Յուպիտեր, Երևակ, Սատուրն։ Իսկ ավելի ուշ բացահայտվել են նաև Ուրանը, Նեպտունը եւ Պլուտոնը։ Իսկ հիմա ավելի մատչելի ձևով բացատրեմ, թե ինչ է աստղաբանությունը։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է իր հստակ առաքելությամբ։ Օրինակ վերցնենք Սուրբ Գիրքը։ Այնտեղ տեսնում ենք, թե ինչպես էր Աբ รา համը կանչված ազգերի հայ լինելու համար, Հովսեփը փրկելու իր ժողովրդին։ Աստվածաշնչում յուրաքանչյուր մարդ ստեղծված էր իր առաքելությամբ, սակայն մեզանից շատերը չգիտեն, թե ինչի համար ենք ստեղծվել։ Այստեղ է որ օգնության է գալիս թվային հոգեբանը կամ աստղաբանը։ Իրենց մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ բացահայտում են ձեր ուղին։ Պատկերացրեք, որ դուք վարորդ եք, վարում եք ձեր մեքենան, բայց չգիտեք ճանապարհը։ Որպեսզի հասնեք նպատակին, դուք միացնում եք ուղեցույցը, նավիգատորը։ Այն ձեզ հուշում է, եթե գնաք աջ, այնտեղ նկարանող սարք է, եթե ձախ, ուրեմն խցանում է։ Իսկ եթե շարունակեք ուղիղ, հնարավոր է վթարի ենթարկվեք։ Ինչ եք անում դուք։ Աջ գնալուց դանդաղեցնում եք ընթացքը, ձախի դեպքում պատրաստ եք ժամանակ կորցնել, իսկ ուղիղ գնալուց առաջ լավ մտածում եք։ Այսպիսով աստղաբանը մոլորակների դասավորության շնորհիվ պատասխանում է ձեր հարցերին, սակայն ձեր կյանքի մեքենայի միակ վարորդը դուք եք, միայն դուք եք որոշում, որ ուղղությամբ գնալ։ Իսկ եթե չգիտեք մեր առաջադրանքը, մենք ինչի համար ենք ստեղծվել, ինչ ենք անում։ Օրինակ, սովորում ենք 7 տարի բժշկական համալսարանում։ Այնուհետև ավարտելուց հետո հասկանում ենք, որ բժիշկ չենք ուզում դառնալ։ Այսպիսով, աստղաբանությունը կարող է պատասխանել մեր յուրաքանչյուր հարցին, ինչ մասնագիտություն ընտրենք, ինչպես հետևենք մեր առողջությանը եւ այլն, սակայն հիշեք, աստղաբանությունը վերին ուժերի կողմից ստեղծված օգնություն է մարդուն, ոչ ավելին։ Պետք չէ աստղաբանությունը սրբացնել կամ դասել կախարդությունների շարքին։ Հաջորդիվ կխոսենք մոլորակներից եւ նրանց էներգետիկ դաշտերից։ Ուստի բաժանորդագրվեք, այսուհետև կհանդիպենք ամեն շաբաթ։ Մնացեք բարյավ։